Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի փոխնախագահներ, հարգելի գործընկերներ։ Սիրելի ընդդիմություն։ Իդեպ ես չեմ ընդունում այն բանը, որ պարոն Խաչատրյանին նայելով ենք այս ամեն ինչը ասում, շատ դեպքերում շատ բան ասում, որովհետև պարոն Խաչատրյանը ի տարբերություն ընդդիմադիր դաշտի մի ստվար զանգվածի բավականին ազնիվ է։ Վերջերս նայում էի հարցազրույց պարոն Խաչատրյանին, լրագրողն ասում է, բա այսինչ ընդդիմադիրներն ասում են, որ Քոչարյանին չեն ընտրելու վարչապետ։ Այս մարդը, լինելով շատ ազնիվ, շատ բարոյական, շատ էլի այդպիսի դրական, պարկեշտ, այո, մարդ ասում է, այդ միջև ընտրությունն են ասում։ Մարդը շատ ուղիղ, շատ հստակ, սիրելի քաղաքացիներ, բացահայտում է այն, ինչ ուրիշները փորձում են ջանասիրաբար քողարկել։ Ապրեք, պարոն Խաչատրյան, ողջունում եմ ձեր ճշմարտախոսությունը, խնդրում եմ շարունակեք նույն ոգով ու միշտ իմացեք, որ ճշմարտությունը պետք է հասցնել բոլորին։ Ու ինչա պարոն Խաչատրյանի ասածը այդքան ճշմարիտ ու այդքան ակնհայտ բոլորի համար։ Մի հատ ուղղակի նայեք այս պահին դաշտում առաջադրված երեք այդ եռագլուխ կուսակցության այդ երեք գլուխներին որպես այդպեսին, այդ երեք ուժերին։ Առաջին ուժը իրանք են որպես այդպեսին։ Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որը առաջադրված է որպես վարչապետի թեկնածու, այնտեղ ֆանտասմագորիայի ժանրի ցուցակով իհարկե, որտեղ օրինակ են Ժողի ինստիտուտի դեպքերով հայտնի Սաքուլիկը, եթե կհիշեք, պարոն Արծվիկ Մինասյանից մի 20 հորիզոնական ավելի բարձր ու լավ տեղ ունի, դա առհասարակ ամեն ինչ պատմում է, էլի ձեր քաղաքական ուժի արժեքների ու մնացածի մասին, ինչևէ։ Միակ այդ ուժը ունի վարչապետի հայտարարված թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Նայեք դրա երկրորդ ուժը։ Կալուգացի այդ գործարարի ուժը կամ օլիգարխի ուժը, նայեք, մարդիկ ինչ-որ տենց հեքիաթներ են պատմում, էս են անում, ինչ-որ մարդու անուն են տալի, որը փաստացի ոչ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կարա լինի падգամավորի թեկնածու, ոչ կարա լինի վարչապետի թեկնածու, ոչ կարա լինի падգամավոր, ոչ կարա լինի վարչապետ։ Չի կարա։ Նայում եք երրորդ ուժը, Ծառուկյանի ուժը։ Ստեղ вообще ֆանտաստիկա է, ասում է, ունենք մի 5, 6, 7, 8, 10, 20 հատ վարչապետի թեկնածու ունենք, բայց անունը չենք տալի, չկա։ Այսինքն այս եռագլխի մեջ կա ընդամենը մեկ թեկնածու։ Եվ դա Ռոբերտ Քոչարյանն է, եւ ինչպես ճիշտ ասեց պարոն Խաչատրյանը իր հարցազրույցում, այդ միջև ընտրություններն են ասում, որ չեն ընտրելու։ Ու բայց այդ ընտրությունը ապահովելու համար որպես այդպեսին, որպեսզի հանկարծ sense պրոմխ չլինի։ Մի հատ նայեք այն մյուս երկու գլուխների երկրորդ համարներին, ինչպես շատ ճիշտ նշեց իմ շատ հարգելի գործընկեր եւ մեր ոդկասթի համահաղորդավար Ռուբեն Ռուբինյանը։ Նայեք այդ ուժերի երկրորդ համարներին։ Կալուգացու ուժի երկրորդ համարը Արեմ Վարդևանյանն է։ Ռոբերտ Քոչարյանի անձնական փաստաբանը, նրա դաշինքի անդամ նախկին падգամավոր։ Նայեք Ծառուկյանի երկրորդ համարը Անդրանիկ Թևանյան։ Ռոբերտ Քոչարյանի նախկին падգամավոր ու առհասարակ ուղնուցուցով Քոչարյանական, էլի որպես այդպեսին։ Ցուցակների մեջ էլ կարանք խորանանք։ Ցուցակների մեջ է կանք օրինակ, այստեղ հիշում եք մի հատ падգամավոր կար Ղազենյան ազգանունով այս դաշինքում, որ մի 20 անգամ առաջադրվեց հանձնաժողով պարոն Քոչ 14, լավ, կներեք պարոն Քոչյան, 14 անգամ առաջադրեցին որպես Անդրանիկ Քոչարյանի տեղակալ մեր հանձնաժողովում։ Այդ падգամավորի հարազատ եղբայրը օրինակ, կամ այդ ցուցակը առհասարակ որ նայում ես, մի բան է ակնհայտ դառնում։ Դա հանրապետական կուսակցության ռեբրենդինգն է, ուրիշ բան չի։ Հանրապետական կուսակցության ռեբրենդինգն է։ Ցուցակի հալալ կեսը հանրապետականներ են, այն մյուս կեսը քոչարյանականներն են, այն մի 3 հոգին էլ իրանց ընտանիքի անդամներն են ու վերջ։ Ու սրա մասին է ամբողջ խոսակցությունը։ Այս ինչ վերաբերվում է ընտրական ազնվության եւ ոչ միայն դրա մասին։ Թե ինչով են զբաղված այդ կուսակցությունները, որպես այդպեսին լսում ենք հակակոռուպցիոն կոմիտեի տարածած գաղտնալսումներում ու հաղորդագրություններում։ Ինչ հետաքրքիր ձևով են վերաբերվում իրենց համակիրներին, թեկուզ փողի դիմաց։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, նույնիսկ եթե փողի դիմաց, նույնիսկ եթե 100,000 դրամի դիմաց, նույնիսկ եթե 200,000 դրամի դիմաց, մարդիկ գալիս են ձեր միտինգներին, չի կարելի նրանց անվանել շուն ու շանգյալ, չի կարելի նրանց անվանել բոշա, չի կարելի ձեռ առնել նրանց հագուստը, չի կարելի տենց ասել բոմժ, այս ինչ հագուստով ես եկել մեր հանրահավաքին, մեր էլիտար հանրահավաք է եւ այլն։ Չի կարելի, դա վատ բան է, այդպես չի լինում, այդպես չի կարելի։ Բայց ինչ եմ ասում,
ինչ եմ ասում, ում եմ ասում, դա ակնհայտ է բոլորիս համար, որ ինչքան էլ ձևականորեն փորձեն ցույց տալ, թե իրանք տենց չեն մտածում, նույնիսկ կարող է ժամանակավորապես մեծ ջանք գործադրելով իրանք զսպեն ու հասարակ ձեռքսեղմումների գնան քաղաքացիների հետ, բայց միևնույն է այդ գնալու են, հետո ձեռները նենց են դիզինֆեկցիա անելու, որ իրանք ժողովրդի հետ են շփվել, իրանք դրանից ալերգիա ունեն, հասկանում եք, իրանք աշխատող մարդուց ալերգիա ունեն, իրանք գյուղացի մարդուց ալերգիա ունեն, իրանք Հայաստանի քաղաքացուց, միջին վիճակագրական քաղաքացուց ալերգիա ունեն, որովհետև իրանք համարում են տենց ինչ-որ մի հատ կապույտ արյունով բարձր տենց արքայազներ եւ արքայադուստրեր, Բայց վերադառնալով մեր այսօրվա այս քննարկմանը ծրագրի կատարողականն ենք քննարկում, պարոն Ռուբինյանը էլի ճիշտ ասաց, ասում է անդիմության ծրագիրը եկեք քննարկենք, բայց կողմ չեմ 004-ը քննարկել։ Եկեք մի հատ առհասարակ ձեր կատարողականը քննարկենք, հարգելի գործընկերներ։ Իսկ մա եթե դուք հիմա ինչ-որ մի հատ կատարողական գրելու ունեիք, վերևը պետքա գրված լիներ ուրացման կատարողականը։ Պարոն Խաչատրյան, կհիշացնեք այդ դրոշները խեք ձեր դիմաց դրել։ Պարոն Օհանյան, կհիշացնեք խեք այդ դրոշները ձեր դիմաց դրել։ Ինչ կոնտեքստով եք դրել այդ դրոշները ձեր դիմաց։ Չէ, կներեք, այդ դրոշները խեք ձեր դիմաց դրել։ Կարա հիշացնեք։ Չեք կարա հիշացնեք, որովհետև ձեզ արգելված է այդ թեման հիշել։ Որովհետև երբ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է, որ ինքը դադարեցնում է Ղարաբաղյան շարժումը ու այլևս երբեք չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը։ Դուք եկել եք ստեղ, ինչ ասես, խոսացել եք, ինչ ասարել եք, ասել եք, սա կործանում է, սա մահ է, սա այնա, հետո գնացել եք, դուք չէ։ Ձեր այն վերևից են, որ ձեզ հրահանգավորում են, գնացել են հարցում են արել, տեսեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը կիսում է Հայաստանի Հանրապետության վարչապետի Ղարաբաղյան շարժումը չշարունակելու մասին հայտարարությունը կիսում է այդ տեսակետը։ Պարոն Խաչատրյան, ու դուք դուրս եք եկել այդ դիսկուրսից, դուք հիմա ժամանակավորապես դադարեցրել եք դրա մասին խոսալը ընդամենը, դադարեցրել եք, որովհետև հիշեք էլի մի հատ, ձեր գործընկեր Անդրանիկ Թևանյանը էլի, որը հիմա Ծառուկյանի ցուցակում է, տենց երկրորդ համարն է, էլի, որ ձեր այդ բանը լավ ցույց տա։ Եկել էր ստեղ այս ամբիոնից հայտարարել է հետևյալը. առանց Ղարաբաղի չկա Հայաստան, դուք էլ ծափ եք տվել ձեր դաշինքով, դուք էլ ծափ եք տվել։ Բայց այսօր 2026 թվականն է։ Ու դուք գնում եք ընտրությունների, ասում եք, մենք սոցիալական բարեփոխումներ ենք խոսում, բա որ Հայաստան չկա։ Բա որ Հայաստան պետքա չլներ հիմա, ըստ ձեր նախորդ թեզերի, այդ ինչ սոցիալական բարեփոխումների մասին եք խոսում, այդ ինչ ծրագրային կետեր եք գրում, այդ ինչեր եք խոսում առհասարակ դուք, ժողովուրդ ջան, ձեր առաջ քաշած թեզով հիմա Հայաստանի Հանրապետություն պետքա չլներ։ Բա ինչի մասին եք խոսում։ Ճիշտ ենք ասում, պարոն Օհանյան, իհարկե ճիշտ ենք ասում, դուք եկել եք ստեղ հայտարարել եք առանց Ղարաբաղի չկա Հայաստան։ Հիմա Երբ որ դուք դեղ իշխանություն եք զավթել Ղարաբաղում ու ամբողջությամբ լուծարել եք Ղարաբաղը, դրանից հետո եկել եք Հայաստան ու ասում եք 2026 թվականին մենք ձեզ խոստանում ենք սոցիալական բարեփոխումներ։ Ժողովուրդ ջան, լավ, մի տրվեք, պարոն Օհանյան, խնդրում, դադարեցրեք, պարոն Խաչատրյան, դադարեցրեք, համեցեք։ Մի խոսքով, սիրելի քաղաքացիներ, խոսքս եզրափակելով ուզում եմ դիմել ձեզ։ Հայաստանի Հանրապետությունը կա եւ լինելու է անկախ։ Հայաստանի Հանրապետությունը կա եւ լինելու է խաղաղ, իսկ պատերազմի եռագլուխ ու բազմագլխիկ հրեշը պարտվելու է հերթական անգամ։ Շնորհակալություն։